Թշնամին դարձյալ դիվերսիոն հարձակման փորձ է կատարել հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Գարիկ Իսպիրյանը։ Մենք ափսոսում ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները չհանդիպեցին ԵԱԿ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում։ Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուոլիկը թվիթերյան գրառում է թողել։ Համաժողովրդական շարժումն իր ընթացքի մեջ է Ծառուկյան Գագիկն ինչ-որ ասել է իր խոսքի տերն է կուսակցության առաջնորդն այսօր Գյումրիում էր։ Ծառուկյան ազգանը չի վաճառում, դա հատուկ ասուկամոք տրված է ժողովրդին, դա սրբության ես պահել եմ պահպանել։ Շնորհակալություն։ Նայիրիտը թալանել է Տիգրան Սարգսյանը, իսկ Սերժ Սարգսյանը նրան հովանավորել։ Գործարանի հարյուրավոր աշխատակիցներ այսօր հերթական անգամ բողոքի ակցիա են իրականացրել։ Պարտքերը մարելու մասին առայժմ ոչ մի խոսք։ Իսկ կրճատումը ժողովրդին այդ 2500 հոգին միանշանակ հաստատ է։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը որդեգրել է նոր մոտեցում կարգավորելու արժութային շուկայում ստեղծված իրավիճակը, նախատեսվող օրական միջամտության ծավալները փուլային նվազելու են։ Թշնամին դարձյալ դիվերսիոն հարձակման փորձ է կատարել հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող 1995 թվականին ծնված Գարիկ Իսպիրյանը։ Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն։ Արցախի նախագահականից գալային փոխանցել են, որ թշնամին կորուստներ ունի, հայկական կողմը կարելի ասել ջախջախելով նրանց հետ է շպրտել, ասել է Բակո Սահակյանի մամլոխոսնակ Դավիթ Բաբայանը։ Մենք ափսոսում ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները չհանդիպեցին ԵԱԿ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԵԱԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուոլիկը։ Երկխոսությունը խաղաղության գործընթացում կարևոր մաս է հանդիսանում, նշել է նա։ Հիշեցնենք, Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդիարովի հանդիպումը պետք է կայանար Բազելում ԵԱԿ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում։ Այսօր Գյումրիում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, նա սկզբում ամենափրկիչ եկեղեցու բակում մասնակցեց պսակադրության արարողության։ Նրան ուղեկցում էին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, թիվ 33 ընտրատարածքի ԲՀԿ պատասխանատու Վարդևան Գրիգորյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու քաղաքապետարանի մի շարք աշխատակիցներ եւ բաժնի պետեր։ Հարկ ենք համարում նշել, որ քաղաքապետարանի աշխատակիցները ԲՀԿ առաջնորդին դիմավորում էին հենց աշխատանքային ժամին։ Ինչպես հայտնի է, Սամվել Բալասանյանը գրեթե միշտ խուսափում է պատասխանել քաղաքական հարցերի ու դա պատճառաբանում է նրանով, որ քաղաքապետարանն ապաքաղաքական կառույց է եւ որ քաղաքական հարցերը քննարկում են միայն աշխատանքային օրվա ավարտից հետո։ Այսօր սակայն իր ղեկավարած կառույցի գրեթե բոլոր աշխատակիցները մասնակցում էին Գագիկ Ծառուկյանի հետ բոլոր հանդիպումներին։ Ամենափրկիչ եկեղեցու բակում Գագիկ Ծառուկյանը մեծ զրույցում նախ անդրադարձավ 88-ի ավերիչ երկրաշարժի թողած հետքերին։ Սա վերք է, որ ոչ մի հայ չի կարող դա մոռանալ, այդ վերքը բաց է, որ մենք միայն պետք է կարողանանք շենացնել, զարգացնել Գյումրին սպիտակը, որ թեթևացնենք այդ վերքը, բայց միևնույն է այդ վերքը միշտ բաց է մնալու։ Գագիկ Ծառուկյանն ասաց, թե քաղաքական հարցերի չի ցանկանում պատասխանել։ Ամեն դեպքում հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով Հովիկ Աբրահամյանն ինչի նկատի ուներ ասելով, որ Գագիկ Ծառուկյանն իշխանափոխության չի գնում։ Ծառուկյանն արձագանքեց ասելով. Հովիկ Աբրահամյանն ասել է իմ բարեկամը բարեկամն է, բայց ես իր տեղը հո պատասխան չեմ տալու, այնպես որ համաժողովրդական շարժումը իր ընթացքի մեջ է եւ այսօր ես չեմ ուզում քաղաքականությունից խոսել։ Երբ որ հարկ կլինի, ես բարձ ամեն ինչը կարճ կոնկրետ կասեմ։ Ամենակարևորը ես ասել եմ, որ Ծառուկյան Գագիկը ինչ որ ասել է, միշտ իր խոսքի տերն է եղել եւ Ծառուկյան ազգանը չի վաճառում։ Դա հատուկ ասուկամոք տրված է ժողովրդին, դա սրբության ես պահել եմ պահպանել։ Շնորհակալություն։ Գագիկ Ծառուկյանին հարցրեցինք նաև, թե ճիշտ են խոսակցությունները, որ օրերս հանդիպել է Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ, եւ ինչ հարցեր է քննարկել։ Հայտարարեց, թե քաղաքական հարցերի չի պատասխանում եւ հեռացավ։ Գյումրու մանկավարժական ինստիտուտում շնորհավորեց ուսանողությանն ու դասախոսական կազմին բուհի 80-ամյակի արդիվ, ապա պարգևատրեց մի քանիսին ու ընդհանրական ելույթով հանդես եկավ։ Դուք պետք է չհասթափեք, չկոտրվեք, ամեն ինչ արժևում է։ Դժվարություններով գնալը Դիարժեք լավը արդեն կարողանում ես տարբերել, գնահատել, բարձր մենք պետք է թույլ չտանք, որ երիտասարդը կոտրվի, հիասթափվի, հավատքը կորցնի։ Ամենավատը դա է։
Ապա հայտարարեց, թե ամանորի նախաշեմին Գյումրու սոցիալապես անապահով ընտանիքների խնդիրները մեղմելու համար Ծառուկյան հիմնադրամից 45 միլիոն դրամ է նվիրաբերում Գյումրուն։ Սամվել Բալասանյանին էլ հանձնարարեց զբաղվել գործընթացով։ Ինքը կազմակերպի ժողովրդին, ես ասենք, թեթևակի իմ կողմից բարեգործական հիմնադրամից կազմակերպեն այդ գումարը բաժանելով Գյումրի այն ասենք ծանր ապահով ընտանիքներին։ Անդրադառնալով իր բարեգործություններին Ծառուկյանը խոսքն այսպես եզրափակեց։ Ինչ ասեն, իմացեք, որ Ծառուկյանը երբեք ու երբեք իր խոսքը, իր վստահությունը, հավատքը հանրության ժողովրդի առաջ երբեք ու երբեք չի փոխելու։ Ծառուկյան ազգանունը չի վաճառվում։ Դա եթե ասու կամոք տրված է այդ վստահության հավատքի համար ժողովրդին, ուրեմն դա է սրբության պես պահել են պահպանել։ Սամվել Բալասանյանն իր ելույթում մի քանի անգամ շնորհակալ եղավ Ծառուկյանին, ապա հայտարարեց, թե Գագիկ Ծառուկյանն իրեն որպես քաղաքապետի շատ հարցերում է օգնում, միայն թե ինքն այդ մասին երբեմն չի բարձրաձայնում։ Առաջի օրվանից, երբ ես ընտրվել եմ քաղաքապետ, միշտ եղել եք մեր կողքին, գյումրեցիների կողքին։ Շատ հարցեր կան, որ ուղղակի չեմ ուզում հրապարակել, երբ դիմել եմ պարոն Ծառուկյանին, ամեն անգամ օգնել նման վերաբերմունքը նույնպես արժանի է ևս ապահովության։ Վերջում այցելություն կատարվեց Գյումրիում կառուցվող Օլիմպիական մարզադպրոցի տարածք, որի բացումը տեղի կունենա հաջորդ տարի։ Նայիրիդ գործարանի հարյուրավոր աշխատակիցներ այսօր հերթական անգամ բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց, պահանջով որպեսզի հանդիպեն Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։ Գործադիրի ղեկավարից նայիրիցիները պահանջում են, որպեսզի լուծի իրենց աշխատավարձերի հարցը։ Գործարանի սնանկացումից հետո աշխատավարձ այս մարտիկ չեն ստացել։ Միայն վերջերս է նրանց հետ հանդիպել էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ով սակայն հայտարարել է, որ գործարանում հաջորդ տարվանից սպասվում են զանգվածային կրճատումներ։ Խոստացել են մեկ ամս աշխատավարձ մինչև ամսի 15-ը, իսկ պարկերը մարելու մասին առայժմ ոչ մի խոսք։ Իսկ կրճատումը ժողովրդին այդ 2500-ին միանշանակ հաստատ է։ Այսինքն գործարանը տանում են կործանման, որ մինչև հիմա արել են։ Եկավ գործարան գնաց, հրաման եկավ, որ բոլորին ազատել։ Այս փաստն առաջացրել է նայիրիցիների դժգոհությունը, այն որ գործարանը սնանկացավ, իսկ վերագործարկման հեռանկարներ այլևս չկան, բողոքի ակցիայի մասնակիցները պայմանավորում են նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի վարած անհեռանկարային քաղաքականությամբ։ Հիմա էլ հայտարարում են գործարանը թալանողները Տիգրան եւ Արմեն Սարգսյաններն են եղել, իսկ վերջիններից հովանավորել է Սերժ Սարգսյանը։ Բայց այդքան փող գողացան, ով պիտի դրա պատասխանը։ Տիգրան Սարգսյանի եղբայրները մեր մոտ, Տիգրան Սարգսյանն էր, վարչապետ Մոսեսյաններ, էլեկտրոնախարարը իրանց հետ ա եղել, 4 տարի ես վիճակի մեջ, ամեն օր սեղ չեն գնում գալի, օգուտ չկա։ Գործարանի աշխատակիցների հետ հանդիպելու նպատակով գործարդիրի շենքից դուրս եկավ կառավարության աշխատակազմի դիմում բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը։ Վերջինիս լսել, սակայն ցուցարարները չցանկացան։ Նրանք մերժեցին նաև Հովիկ Աբրահամյանի առաջարկությունը ձևավորել 5 հոգանոց խումբ եւ խնդիրը քննարկել ներսում։ Նայիրիդ գործարանի աշխատակիցները նշեցին, որ օրեր առաջ բողոքի ակցիա են իրականացրել նաև Բաղրամյան 26-ի դիմաց, որտեղ հանդիպել են Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին, վերջինս ինչպես իր անմիջական ղեկավարը բավարարվել է միայն խոստումներ տալով։ Բայց ոչ մի դրական պատասխան չենք ստացել, հիմա էլ վարչապետին ենք դիմում։ Մի քանի օր առաջ, մի 3 օր առաջ ընդեղ էինք, բայց ինչ ստացանք, ոչ մի բան։ Հավելենք, որ գործարանի աշխատակիցները բողոքի ակցիաները կշարունակեն այնքան ժամանակ, քանի դեռ իրենց խնդիրը վերջնական լուծում չի ստացել։ Իսկ կառավարության շենքը, ինչպես միշտ հսկվում էր, աննախադեպ մեծ թվով ոստիկաններով։ Արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու եւ արժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը դեկտեմբերի 8-ից սկսած մինչև տարեվերջ որդեգրում է նոր մոտեցում։ Ամեն նոր սակարկությունների միջոցով իրականացնելու է արտարժույթի վաճառքներ նախապես հայտարարված առավելագույն սահմանականակով։ Այս մասին ասված է Կենտրոնական բանկի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։ Ֆինանսական շուկայում թափանցիկության ապահովման
Նման նպատակով Կենտրոնական բանկ նորական կտրվածքով հրապարակելու է իր կողմից իրականացվող սակարկությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը։ Նպատակ հետապնդելով նվազեցնելու Կենտրոնական բանկի ազդեցությունը Հայաստանի Հանրապետության դրամի փոխարժեքի ձևավորման վրա։ Նախատեսվողորական միջամտության ծավալները փուլային նվազելու են մինչև Հայաստանի Հանրապետության դրամի հավասարակշիռ մակարդակի ձևավորումը։ Փարիզում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եվրոպական երկրներում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների հետ հանդիպմանն անդրադարձ է արել Սերժ Սարգսյանի կողմից արված հանձնարարականների կատարմանը։ Հանդիպման օրակարգում է եղել նաև ադրբեջանական կողմից սադրիչ գործողությունների հետևանքով Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակը և Հայաստանի ու ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը։ Եվրամիությունը մտադրված է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս աջակցի հակառուսական պատժամիջոցներին։ Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը, հղում կատարելով Եվրամիության դիվանագիտական աղբյուրին։ Անկարայի կողմից մերժման պարագային պատվիրակությունը կփորձի պայմանավորվել Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության հետ, որպեսզի վերջինս չօգտագործի Ռուսաստանի Դաշնության կողմից Եվրամիության դեմ մտցված պատասխան պատժամիջոցները Ռուսաստան լրացուցիչ մթերքներ մատակարարելու համար։ Եվրամիությունը նաև մտադրված է ակտիվացնել Թուրքիայի մասնակցությունը Սիրիայից փախստականների ընդունման հարցում։ Հիշեցնենք, դեկտեմբերի 1-ին Թուրքիայի ժամանել նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Էրդողանի հետ բանակցությունների արդյունքում Պուտինը հայտարարել էր դեպի Թուրքիա նոր գազամուղի կառուցման եւ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացման մասին։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է այն մասին, որ Ռուսաստանը ձգտում է ապակայունացնել Արևելյան Եվրոպայում տիրող իրավիճակը։ Նրա հավաստմամբ արևելյան հարևաններ Մոլդովան, Վրաստանը եւ Ուկրաինան ընդունել են անձնական սուվերեն որոշում Եվրամիության հետ ասոցիացման համաձայնագրի մասին, եւ հենց այդ երեք երկրներին Ռուսաստանը դժվարություններ է ստեղծում։ Ավելի վաղ Գերմանիայի կանցլերը նշել էր, որ Եվրամիության պատասխանը Ուկրաինայի հարցում Ռուսաստանի գործողություններին ճիշտ է եղել։ Իսկ Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կողմից կիրառվող պատժամիջոցների նպատակն է հանդիսանում Ռուսաստանում իշխանապողության համար պայմանների ստեղծում։ Նրա խոսքերով Ուկրաինայի շուրջ մեր դիրքորոշումը փոխելու պաշտոնապես հայտարարվող նպատակի հետևում դիտարկվում է ու փաստացիորեն չի թաքցվում Ռուսաստանում իշխանապողության համար սոցիալ-տնտեսական պայմաններ ստեղծելու հարցը, հայտարարել է նա։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանը հանգիստ է վերաբերվում Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում նման իրավիճակին։ Մենք այս կապակցությամբ չենք նյարդայնանում, մեր պատասխան քայլերը կշռադատված ու հավասարակշռված բնույթ են կրում, եզրափակել է Ռյաբկովը։ Սիրիական կառավարությունը Իսրայելի օտուժի կողմից Դամասկոսի միջազգային օդանավակայանի եւ Ադ Դիմաս քաղաքի մերձակայքի ռմբակոծությունները որակել է հանցավոր ագրեսիայի գործողություն իրենց պետության դեմ։ Նման տեղեկատվություն է նշվել Սիրիայի բանակի եւ զինված ուժերի հրամանատարության տարածած հայտարարության մեջ։ Նշենք, որ ավելի վաղ Իսրայելի օտուժը հարվածներ էր հասցրել Դամասկոսի միջազգային օդանավակայանի եւ Սիրիա-Լիբանանյան սահմանի մոտ գտնվող Ադ Դիմաս քաղաքի մերձակայքին։ Հագոբիտ թայֆունը հարվածել է Ֆիլիպինների արևելյան ափին գտնվող Թակլոբան քաղաքին, որտեղ անցած տարի Հայյան թայֆունի պատճառով մահացել էին հազարավոր բնակիչներ։ Թայֆունն անցել է 195 կմ/ժ արագությամբ, իսկ ալիքների բարձրությունը հասել է մի քանի մետրի։ Դրա հետ մեկտեղ արևելյան մի քանի շրջաններ զրկվել են հաղորդակցումից կապի միջոցների խափանման պատճառով։ Աղետի պատճառով մի շարք չվերթներ հետաձգվել են, ինչպես նաև դադարեցվել է ծովային երթևեկությունը։ Հիշեցնենք, որ Ֆիլիպինների պատմության մեջ ամենահզոր թայֆունը Հայանը 2013 թվականին անցնելով կենտրոնական շրջաններով խլել էր ավելի քան 7000 մարդու կյանք։ Հզոր թայֆունը ամբողջովին կամ մասամբ ոչնչացրել է 1 միլիոնից ավելի տուն։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը հայտարարել է, որ 6 կալանավորներ, ովքեր վերջին 12 տարին Գուանտանամոյի բանտում են անցկացրել, որպես փախստական Ուրուգվայ են ուղարկվել։ Բոլոր 6-ն էլ կալանավորվել էին Ալ-Կաիդա խմբավորման հետ կապերի մեջ կասկածանքով, սակայն մեղադրական վճիռ այդպես էլ չի կայացվել։ Պենտագոնի հայտարարությունում ասվում է, որ խոսքը Սիրիայի 4 քաղաքացիների, Թունիսի 1 քաղաքացու եւ պաղեստինցու մասին է։ Սոցցանցերում է հայտնվել Ադրբեջանում նկարահանված մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է վարորդը ճանապարհային ոստիկանի վրա բենզին լցնում եւ այրում նրան թերևս իրենց հին ավանդույթների համաձայն։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունից հայտնել է, որ վարորդի կողմից հարձակման ենթարկված ոստիկանն այրվածքներ է ստացել, հարուցվել է քրեական գործ։
Իտալիայի ափերի մոտ գիշերը բարեկապահական ծառայություն իրականացնող ոստիկաններին եւ փրկարարժոկատներին հաջողվել է փրկել 600 անօրինական ներգաղթյալների, որոնցից շուրջ 300-ը վտանգելով իրենց կյանքը աֆրիկյան մայրցամաքից անօրինական ճանապարհով հասել էին Իտալիա։ Հիշեցնենք, այս տարվա սկզբից մինչ օրս իրենց կյանքը վտանգի տակ դնելով բարեկեցիկ կյանք որոնելու ակնկալիքով անօրինական ճանապարհով Իտալիայի ժամանել 30,000-ից ավելի ներգաղթյալ։ Ըստ իշխանությունների տարածած տեղեկությունների, անցնող տարիների համեմատ անօրինական ճանապարհով Իտալիա մուտք գործելու փորձերը ավելացել է 3 անգամ։ Ֆրանսիական Ատլանտիկո հանդեսը գրում է. Երբ 2008 թվականին ամբողջ աշխարհն ընկղմվեց ճգնաժամի մեջ, հերթական արժութային պատերազմ սկսվելու վերաբերյալ կրկին մտավախություններ առաջացան, եւ ընդամենը մի քանի ամիս անց մենք տեսանք դրա առաջին նախադրյալները Միացյալ Նահանգների դաշնային պահոստային համակարգի, Չինաստանի ժողովրդական բանկի, Ճապոնիայի ու Անգլիայի բանկերի գործողություններում։ Ամբողջ աշխարհի բացառությամբ եվրոպական երկրների կենտրոնական բանկերը տրվեցին անընդունելի արժութային պատերազմին, որը ոչ միայն կործանիչ հետևանքներ ունեցավ, այլ նաեւ հակասեց տնտեսական պարկեշտության նորմերին։ Վերջերս Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերին հղված նամակում նշել է, որ եվրոպական տնտեսական ռազմավարությունը պետք է հետագայում ևս հիմնվի դրամավարկային ու փոխարժեքային քաղաքականության վրա, որը թույլ կտա կանխել կայուն թույլ ինֆլյացիան եւ թույլ չտալ, որպեսզի եվրոյի չափազանց բարձր փոխարժեքը հարվածի մրցունակությանը։ Վարչապետի խոսքով Եվրոպան պետք է մասնակցի այդ պատերազմին, որի գլխավոր նպատակն է մրցունակությունը։ Համաշխարհային տնտեսությունը չի հանդիսանում այնպիսի խաղ, որտեղ մեկի հաղթանակը անխուսափելիորեն նշանակում է մյուսի պարտություն։ Իր արտարժույթի փոխարժեքը նվազեցնելուն ուղղված այս կամ այն կենտրոնական բանկի գործողությունները միայն ուղղված չեն այս կամ այն մրցակցի շուկայում ունեցած մասնաբաժինը խլելուն։ Սակայն գործնականում արժութային պատերազմ հասկացության հիմքում հենց նման միտքն է ընկած։ Բոլոր պետությունները դիտարկվում են որպես սովորական մրցակիցներ, իսկ իրենց արտարժույթի փոխարժեքի հարաբերական նվազեցումն իրականացվում է միայն հարևանների արտահանման տակ ական դնելու համար։ Այս տեսակետից արժութային պատերազմ հասկացությունը բնականաբար բացարձակ ոչ ընդունելի եւ նույնիսկ ագրեսիվ քաղաքականություն է երևում։ Հենց այսպիսի տրամաբանությունն է անխուսափելիորեն դրդում առաջնորդներին ուժեղ եվրոյի, թույլ դոլարի կամ յուանի արժեզրկման քննադատություններով հանդես գալ։ Բացի այդ, այստեղ արմատավորվել է նաև այն տեսակետը, թե կենտրոնական բանկերը յուրաքանչյուր երկրի համար հանդիսանում են ճգնաժամը հարևանի վրա տեղափոխելու գործիք։ Սակայն նման տեսակետները չեն համապատասխանում իրականությանը, գրում է թերթը։ Այն արժութային գործընթացների թյուրընկալումն է, որի վերջնական նպատակն է ոչ թե հարևանի մասնաբաժնի հանդեպ ոտնձգությունը, այլ սեփական ներքին շուկայի ամրապնդումը։ Նման օպերացիաները սովորաբար կոչված են ազդելու տնտեսական աճի ցուցանիշների եւ այս կամ այն երկրում սղաճի վրա։ Արդյունքում ներքին պահանջարկն աճում է, ինչը թույլ է տալիս ապահովել տնտեսական գործունեության վերականգնումն ու նվազեցնել